Հանդապանի հյուրն է քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, զրուցելու ենք տեսակապով, պարոն Չիբուխչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Թուրքիայում այսօր կայանալու է Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը վերջինիս հրավերով եւ նախաձեռնությամբ իշխանականները այս այցը պատմական են գնահատում, ընդդիմությունն էլ ահազանգում է նոր աղետի մասին, ասում է գնում է նոր զիջումներ է անելու, անգամ այդ հեծը ազգայնացնելու լուրը կապեցին այս այցի հետ, ասում են հանձնելու է թուրքերին կամ թուրքական ընկերություններին է հրավիրելու։ Դուք այս այցը եւ հանդիպումը ինչպես կգնահատեք անկախ օրակարգից, որի մասին կարծես թե կոնկրետ եւ առանձնակի տեղեկություններ չունենք, պարոն Չիբուխչյան։ Տեսեք, ես ինքս միշտ կողմ եմ եղել Թուրքիայի հարաբերությունների վերականգնմանը։ Անկեղծ լինենք, ես դա ասում եմ արդեն քանի տարի է, որ Հայաստանը պետք է առանց Ռուսաստանի շփվի Թուրքիայի հետ։ Այսինքն, որովհետև ռուսների նպատակը միշտ այնպեսին է, որ Հայաստանը պետք է ինչ որ ուրեմն նարատիվներով ապրի Թուրքիայի հետ հարաբերություններում եւ սա հատուկ միշտ ներդրված է եղել Հայաստանի մասով։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է առանց լուրջ մեջքի ու դաշնակիցների Թուրքիայի հետ կարողանալ լուրջ հարցեր լուծել։ Դա վերածվելու է վասալա-ստրկական հարաբերությունների։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ, Էրդողանի նկարտումները ու մենք հասկանում ենք Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը։ Հետևաբար, ես միշտ կոչ եմ արել հարաբերությունները արևմուտքի հետ սերտացնել եւ արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման ֆոնին ուրեմն սկսել հարաբերությունները Թուրքիայի հետ արևմտյան դաշնակիցների հովանավորչությամբ, այսպես ասենք, կլինի դա Միացյալ Նահանգները, Եվրոպան, Եվրամիությունը կամ Ֆրանսիան մեր դաշնակից միասին, թե միայն Միացյալ Նահանգները, այս դեպքում ուրեմն մեծ տարբերություն չկա։ Ավելի լավ, որ դա Միացյալ Նահանգների միջնորդությամբ լինի։ Դրա համար մենք պետք է կարողանայինք այսքան տարիների ընթացքում Միացյալ Նահանգների տիրոք ռազմավարական գործընկեր դառնայինք, դուրս գայինք ուրեմն հապկերից ԵԱՏՄ-ներից։ Բայց այն վիճակում, որով Փաշինյանը գնում է Թուրքիա, դա ինձ համար էլ է մտահոգիչ, որովհետև մենք պարզ տեսնում ենք ուժերի դասավորությունը այս իրավիճակում, մենք պարզ տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ուրեմն թուլացած Ռուսաստանի ենթական ստրուկը, դա խոսում են տնտեսության թվերը եւ Փաշինյանի ուրեմն ուղակի այսպես բարձրագոչ հայտարարությունները, թե մենք երբեք այսքան անկախ չենք եղել, դա սուտ է, որովհետև երբեք Հայաստանը այսքան կախված չի եղել Ռուսաստանից, հա։ Հիմա որոշ խոսակցությունների մակարդակով դեռ կա ամերիկան մոդուլային ատոմակայաններ, ինչ որ հիմա նոր ներդրում են իբր արհեստական ինտելեկտի ոլորտում, բայց ասма մեծ հաշվով միջև ասում աչքներս չտեսնի չենք հավատա։ Ես իհարկե ավելի լուրջ գնահատում եմ ավելի մեծ ուրեմն տեղ եմ տալիս ամերիկյան ատոմակայաններին եւ այս իմաստով այո ես ռիսկեր տեսնում։ Իդեպ ասեմ, ես այդ ընդդիմությունից ընդհանրապես չեմ ուզում խոսամ, որովհետեւ գիտեք ինչ, այդ ընդդիմությունը ուղղակի իրավունք չուներ այդպիսի ընդդիմություն գոյություն ունենալ Հայաստանում, դրանք ընդդիմություն չեն։ Եվ ցավոք սրտի ստացվում է այնպես, որ այդ 5-րդ շարասյունը, որ ներդրված է Հայաստանում տարիներ շարունակ ու մասնակցել է ակտիվորեն այս երկրի կործանմանը, այդ մարդիկ այսօր ցավոք սրտի նոր տակտիկա են որդեգրել եւ շատ ժամանակ ստացվում է, որ իրենք բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք իրականում կան տրամաբանական կարելի է այդպիսի հարցեր բարձրացնել, հա, եւ ըստ էության իրենք ուրեմն փորձում են այսպես ցույց տալ, թե որ իրենք իրոք լուրջ հարցեր են բարձրացնում հանուն Հայաստանի Հանրապետության, բայց տարբերությունը, եթե դուք ասում եք, որ արդյոք հնարավոր է, որ Էրդողանին տա հեծը, իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է, որովհետև դու հասկանում ես, որ բանակցություններում, որպեսզի Թուրքիան երաշխավորի, որ խաղաղության պայմանագիր պետքա լինի, դու ինչ որ մի բան պետքա Թուրքիային տաս։ Պարզա չէ՞ դա, այսինքն ձրի չի անելու, չէ՞ Թուրքիան։ Դա քաղաքականություն է, պարզա։ Բայց եկեք հասկանանք ինչի ենք մենք այդ մտավախությունը, ասենք չենք բացառում, որ այդպիսի բան կարող է լինի։ Ես բացատրեցի արդեն։ Բայց ինչի այդ ընդդիմությունը այդպիսի բան խոսում։ Այս այլ հարց է, որովհետև այդ ընդդիմությունը ուզում է Հայաստանին դարավոր կախվածության մեջ պահի Ռուսաստանից։ Այո, այսինքն սրանք ուղղակի խոսում են Ռուսաստանի անունից։ Մենք ասում ենք, այո, Թուրքիայի հետ պետք է համագործակցել, պարտադիր։ Իրենք դրանից սարսափում են։
որովհետև իրենք հասկանում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է բերել ռուսական զորքի դուրս շպրտմանը Հայաստանից եւ հայ-թուրքական սահմանից, եւ Թուրքիայի, քանի որ Թուրքիան տարածաշրջանում այլևս ավելի ուժեղ է իր ազդեցությամբ, քան Ռուսաստանը, բնականաբար, եւ միջին արևելքում եւ հարավային Կովկասում, այս պարագայում ուրեմն մենք հասկանում ենք, որ իրենց նպատակն է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից, ինչը բնական process է, ուզենք մենք թե չուզենք։ Հիմա իմ ասած այն է, որ ուզենք թե չուզենք Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից եւ միակ պետությունը, որ արհեստականորեն պահում է, պահեցինք, եկավ պահը, որ պետք էր մեզ օգնեին, չօգնեցին։ Հիմա նորից վզներիս ինչ որ մի քանի մեգադախլչուշայի համար բեռ ենք պահում, որ բեռը ո՞րն է։ Ադրբեջանին տեսանք ինչպես էին ծառայում, ինչպես էին հետախուզական տվյալներ տրամադրում, ինչպես էին տարածքներ տվեցին դուրս եկան, որ ադրբեջանցիները մտեն։ Այսինքն թշնամի ենք, երկիր ենք պահում երկրի ներսում, իրենց շահերն ենք սպասարկում, որ վերջում մեզ մի հատ էլ դավաճանեն, սրա մասին է իմ ասածը։ Եվ գումարած, որ Թուրքիայի հետ պետք է շփվել բացառապես որպես Միացյալ Նահանգների դաշնակից, եթե մենք ուզում ենք արժանապատիվ ապրել այս տարածաշրջանում եւ Թուրքիայից էլ արժանապատիվ զիջումներ ստանալ։ Ահա այս կոնտեքստում, այո, այդ մտահոգությունը, որ ինքը կարող է Թուրքիային տալ Հայաստան էլեկտրական ցանցերը, եթե Էրդողանը պահանջի, ես չեմ բացառում, որ ինքը կարող է տալ, որտեղ մենք տեսնում ենք, որ այս կառավարությունը ռեգիոնալիստական ամեն գնով փորձում է, ուրեմն խաղաղության այդ փաստաթուղթը ստորագրել եւ ամեն գնովը նշանակում է, որ կապ չունի դա Թուրքիայի տակ պարկելով կլինի, դա Ադրբեջանի տակ պարկելով կլինի։ Միայն թե ուրեմն համաձայնվեն, որ ուրեմն այդ ճանապարհը օֆիցիալ չանցնի, ասենք Ադրբեջանը չստանա միջանցք։ Ես ասեմ ձեզ, իրենք այնպիսի լայն արտոնություններ առաջարկեցին արդեն Ադրբեջանին, որ համարյա չենք վերահասկի, ինչ որ մարդ էլ չի լինի այնտեղ, չէ՞, տեսակ եւ այլն, բայց դա անընդունելի է։ Բայց այդ ամենով հանդերձ, պարոն Չիբուխչյան, ես երեկվա ձեր եթերն էլ էի լսում, ենթադրենք, այո, Փաշինյանը պատրաստ է Թուրքիայի այդ հովանավորությամբ ամեն ինչ տալ, միայն թե այդ փաստաթուղթը ստանալ, բայց դուք երեք ձեր վերլուծության մեջ նշեցիք, որ այս ամենով հանդերձ Ալիևը չմնաց Թուրքիայում եւ գնաց, կարծես թե փորձեց խուսափել այս հանդիպումից, այսինքն Ալիևին չի բավարարում ամբողջությամբ այդ հանձնվելը։ Հիմա հասկանանք, աշխարհաքաղաքական իրավիճակն է հնարավորություն տալիս։ Ես հարցս ամեն դեպքում ավարտեմ, դուք ձեր դիտարկումներն անեք։ Աշխարհաքաղաքական իրավիճակն ու զարգացումներն են հնարավորություն տալիս այս պահին Ալիևին ամեն դեպքում ձգձգել եւ խուսափել այդ պայմանագրի ստորագրումից, ինչ կարող եք ասել։ Տեսեք, ուրեմն ես լսում եմ, հիմնականում աշխատում եմ չլսել հայկական դաշտը լրատվական, որովհետև լսում ես հայկական լրատվական դաշտը, ցավոք սրտի կամ էքսպերտային դաշտը, ամենայն անկեղծությամբ եմ ասում, քեզ թվում է թե դու ուրիշ աշխարհում ես ապրում։ Երբ որ լսում ես եվրոպական, ամերիկյան, ուրեմն, չգիտեմ, եւ այլ տարբեր ուրեմն ազդեցիկ կենտրոնների լրատվականների եւ վերլուծաբանների, լրջագույն գիտնականների եւ այլն, բոլորովին այլ իրողությունների մասին են խոսում։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք եմ ուզում ձեզ շեշտել։ Ուրեմն շատ է խոսվում այն մասին, որ Իրանի եւ Իսրայելի կոնֆլիկտի թեժացումը, ել ավելի թեժացումը, պատերազմի եւ ուրեմն երկարաձգումը կարող է բերել ավելի լայն տարածաշրջանային պատերազմի, ռեգիոնալ պատերազմների։ Այսինքն երկար ժամանակ տևող քաոսը կարող է բերել շատ ավելի քաոսային հետևանքների։ Այսինքն միջազգային էքսպերտները վախ ունեն, որ Ամերիկայի միջամտությունը ծանր հարված է Իրանին, Իրանի ուրեմն պատասխան գործողությունները պրոքսիների տարբեր երկրների միջոցով կարող է բերել քաոսային իրադարձությունների եւ քաոսային ռազմական գործողությունների ուրեմն շատ ավելի ընդլայնել այս գործողությունները գումարած որ այդ քաոսի մեջ մենք հասկանում ենք որ Չինաստանը նորից կարող է բացել Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտը Իսկ դուք հասկանում եք ինչ իրավիճակ կստեղծվի վերևը Ռուսաստան Ուկրաինա է եռում եւ ինչ եք կարծում եթե այսպիսի քաոս ստեղծվի որի հավանականությունը նշում են միջազգային էքսպերտներ ինչ եք կարծում Ալիևը ինչ նստելու է նայի այդ քաոսին ու ադիբուդի ուտի բարձրավոր չէ այսինքն իհարկե Ալիևը ի սկզբանե ռուսների հետ էր պայմանավորվել միջանցքը վերահսկելու, որովհետև Ալիևը շատ լավ հասկանում էր, որ Թուրքիայի հետ միասին Ռուսաստանին կսահմանափակի, բայց նաև Ռուսաստանի հետ միասին կսահմանափակի Էրդողանի։ Հիմա Ալիևը ունի խնդրեմ,
որտեղ նույն խնդրեմը Պուտինը թույլաtsել է, ինքը ստիպված տեսնում եք վերջերս ակտիվացրել է իր շփումները Եվրոպական միության հետ, զգում եք չէ ինչ է անում Ալիևը, ուրեմն եւ այս իրավիճակում Ալիև եւ Էրդողանն էլ Լաչինից վերադառնալու ճանապարհին ակնհայտորեն իր հավակնությունները հայտնեց Զանգեզուրի միջանցքի հետ կապված իր հավակնությունները եւ թուրքական աշխարհի կապող ճանապարհը որպես դա ներկայացրեց։ Մենք չենք կարող սա անտեսել։ Մենք չենք կարող ասել, դա Էրդողանն մի բան ասեց։ Այդպիսի բաները պատահական չեն լինում։ Եվ ահա Ալիևը հասկանում է, որ երբ որ ռուսների հետ միասին վերահսկեին ճանապարհը, ինք այդ ճանապարհը տարածքը ինքն էր վերցնելու եւ թույլ էր տալու այդ տարածքում ռուսների ներկայությունը։ Ինքը լինելու էր դոմինանտ այդտեղ։ Բայց հիմա եթե դա արվում է Թուրքիայի հետ, օրինակ, ինքը այդտեղ դոմինանտ չի լինում։ Պարզա չէ Էրդողանը թույլ չի տա ինքը թփրտա այդ իմաստով։ Հետևաբար Ալիևը փորձելու է ամեն, իսկ Էրդողանը իրոք, ասեմ ձեզ, այնպես չի որ Էրդողանը կուզենա փոկել մաքսիմում զիջումներ, իր ազդեցությունը Հայաստանի հաշվին մեծացնի տարածաշրջանում, այսինքն ինչ փորձում է Փաշինյանին այսպես ստիպել։ Բայց այդ պարագայում Թուրքիան չի սպասարկելու Ադրբեջանի շահը, առաջին հերթին Թուրքիան սեփական շահն է սպասարկել։ Իսկ այստեղ Ալիևը վախենում է Թուրքիայի ներկայության մեծացումից տարածաշրջանում, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան ուժեր, որոնք դեմ չեն Թուրքիայի հովանավորչությամբ գան իշխանության։ Եվ ահա, քանի որ ինքը դիկտատոր է եւ ինքը ուզում է որդուն փոխանցի, հետո թորանը փոխանցի իշխանությունը, այսպես դառնան այսպես թակավորական ընտանիք։ Պարզա որ այս իրավիճակում ինքը որևէ կերպ չի ուզում որպեսզի Թուրքիային ազդեցությունը շատ մեծանա տարածաշրջանում եւ պատահական չէ որ վերջին շրջանում ռուսները, այսպես դա էսի մեթերում էլ ասեցի, անընդհատ նորից ակտիվացրել են խոսակցությունը, թե եկեք Մոսկվայում ստորագրենք այս պայմանագիրը, որովհետեւ տեսեք Փաշինյան, ես վստահ եմ որ կանչեց Ալիևին, ես չեմ ուզում շտապել, իհարկե արդեն հերքել եմ որ հանդիպում կլինի, բայց այն որ ինձ համար ակնհայտ էր որ Էրդողանը կուզենար որպեսզի Փաշինյան Ալիև հանդիպում կազմակերպեր Թուրքիայում ինքը արդյունքի հասներ, ոնց որ տեսնում եք ինքը փորձում է Ուկրաինայի հարցում մեդիատոր հանդիսանալ, իդեպ դուք գիտեք ինքը ինչ մեծագույն համբավ ձեռք կբերեր, եթե ինքը հիմա կարողանար այդ պայմանագիրը ստորագրել տար Թուրքիայում։ Այո։ Եվ դուք հասկանում եք, չէ, իր միջազգային հեղինակություն ընդհանրապես եւ ինքը կդառնար տարածաշրջանի բացարձակ լիդերը, որ ինքը կարողանում է այսպիսի կոնֆլիկտ լուծի տարածաշրջանում։ Այս սրա մասին է խոսքը։ Այո, պետք է ասել, որ Ալիևը ակնհայտորեն փախավ այդ այսինքն խուսափումը, որովհետև տեսնում է, որ իրադարձությունների զարգացումը կարող են բերել այնպիսի քաոսայի ու անկանխատեսելի հետևանքների, իրենք հենց հույսը ունեին։ Եվ ասեմ ձեզ, դրա ուրեմն նախանշանները այդուամենայնիվ կան։ Դրա համար Ալիևը կգերադասի չշտապել եւ սпасել, որովհետև կարող է ավելի հարմար հարիթ լինի, ավելի խոշոր ձուկ բռնելու։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Հիմա պարոն Չիբուխչյան, այդ տարածաշրջանային մեծ պատերազմների հավանականությունը կապված է Թրամփի որոշման հետ, արդյոք ԱՄՆ-ը կներքաշվի պատերազմի մեջ, թե ոչ, ասում են, որ Թրամփը 2 շաբաթ եւս կձգի եւ կսպասվի, այստեղ կարծիքներ կան փորձագիտական, որ ցանկացած որոշում այնուամենայնիվ բացասաբար է անդրադառնալու Թրամփի վրա եւ եթե պատերազմը ձգձգվի, դա միլիարդավոր դոլարներ է արժենալու ԱՄՆ-ի համար։ Հիմա դուք ինչ կարող եք ասել, արդյոք Թրամփը կկայացնի այդ միջամտելու կամ խառնվելու որոշումը, թե ոչ։ Նախ ասեմ ձեզ, պատերազմի ձգձգվելու հարցում միլիարդավոր դոլարներ այո կարժենա, բայց պետք է հասկանալ, որ քանի որ Ամերիկան էլ չի ֆինանսավորում Ուկրաինային, ինչը նախորդ տարի անում էր, այսինքն ինքը միջոցներ ունի ազատ, այս պահին 10, 20, 30 միլիոն տրամադրել է Իսրայելին առանձնապես մեծ խնդիր չի լինելու Միացյալ Նահանգների համար, հատկապես որ Իսրայելը ինքը բավականին այսպես կարող պետություն է եւ ունի ռազմական արտադրություն եւ իր բյուջեն է ռազմական բավականին մեծ եւ այս պարագայում ես չեմ կարծում թե ֆինանսականը այս իհարկե դա ներքաղաքական նպատակներով մագայի մեջ այս թեմայով էլ բաժանում կա, բայց իրականությունը դրա մասին չի։ Այո, այդ
արտաքին պարտքի թեման շատ է շահարկվում, ես ասեմ ձեզ, արտաքին պարտքի թեման իրականում ոչ թե այսօրվա համար են այդ տագնապը, այդ ալարմիստական տրամադրությունները, այլ ապագա 10-15 տարիների համար են եւ Չինաստանի հետ մրցակցության կոնտեքստում են։ Ես վստահ եմ, դա հենց այսօրվա համար չի, Ամերիկան այսօր էլ շարունակում մնալ աշխարհի համար մեկ տնտեսությունը, ամենահզոր տնտեսական ուժը, ամենահզոր ռազմական ուժը։ Այս ինչ որ հիմա խոսվում է, սա ապագա 10 տարիների ուրեմն կտրվածքով է խոսվում, որ այդ արտաքին պարտքը կմեծանա, որ մենք պետքա փոխ խնայենք, դա այսօրվա մասին չի խոսքը, հենց վաղվա մասին չի խոսքը։ Եվ այս իմաստով այնպես չի որ Միացյալ Նահանգները ռազմական իհարկե ցամաքային գործողության Միացյալ Նահանգները չի գնա, կարծում եմ, որովհետև դա այդա կարժենա միլիարդավոր, դա տրիլիոնավոր դոլարներ կարող արժենա, եթե իրենք մտնեն ռազմական գործողության մեջ ցամաքում, բայց հիմա խոսքը ընդամենը Bunker Buster բոմբի մասին է, որը GBU 57-ն է, որը 60 մետր խորությամբ ուրեմն կարող է հարվածել, ընդ որում դա փորձարկված չի պատերազմների ժամանակ, դա փորձարկված է ուղղակի փորձարկումների ժամանակ։ Դա երբեք չի օգտագործվել։ Իսրայելը ունի 20 փաունդանոցը, մոտավորապես ես այսպես փաունդը տոննայի որ փոխարինենք 9-10 տոննայանոց, այսպես ասենք, հա, մոտավորապես։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի 30,000 փաունդը, կներեք 30, 20,000 եւ 30,000-ի մասին է խոսքը։ Ամերիկայի GBU 57-ը, որը կարող են միայն B2 ինքնաթիռները, ռմբակոծիչները տեղափոխել, դրանք 30,000 փաունդ են, որը համարժեք է մոտ 15 տոննայի, 14 ու քանիս այդպես, հա։ Այսինքն 5 տոննա ավելա ամերիկյան տարբերակը։ Իսրայելը որքան հասկանում եմ, որքանով կարողացավ իր 20,000 փաունդանոցներով վնասեց Նաթանզի Էսֆահանի օբյեկտները, բայց Ֆորդոն խնդիր է, որտեղ Ֆորդոն լեռնային գոտի է եւ 60 եւ 80-ից 90 կիլոմետր խորությամբ, կներեք, մետր խորության վրա է։ Հիմա GBU-ն կարող է հարվածել 57-ը կարող է հարվածել 60 մետր խորության վրա։ Բայց մասնագետները վերլուծում են, որ ես իհարկե կարծիք հասցնեցի առանց իմանալու, այսօր հետաքրքրվեցի ռազմական մասնագետների լսեցի, հնարավոր է միայն, եթե միանգամից 2-3 ռումբ նույն ուղղությամբ նույն ճշգրիտ նույն տեղը հարվածի։ Այդ դեպքում հնարավոր է մտնել արդեն այդ հենց այդ ստորգետնյա գործարան, ասենք կամ չգիտեմ, օբյեկտը ասենք եւ այլն։ Սա է հարցը։ Հիմա Միացյալ Նահանգների մասնակցությունը քննարկվում է միայն այդ համատեքստում։ Իհարկե, խոսվում է նաև այն մասին, որ 3 ավիակիրը այստեղ ուղարկելը այնպես չի, որ 3-ն էլ հիմա օրինակի համար Նիմիցը գալիս է ուրեմն Ինդո-Փասիֆիկից, Ջերար Ֆորդը նոր ուղարկեցին, լավ, ասենք մինչև այդ էլ մեկն էլ կար այնտեղ մոռացա, ուրեմն 2 ավիակիր ասենք, հա, ուղարկելը, բայց մեծ հաշվով մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները սովորաբար այդ ավիակիրներից գոնե 1-2-ը միշտ ակտիվ պահում են այնտեղ, հա։ Նա 3 ավիակիր է այնտեղ կուտակել, որից 2-ը այո, այսպես ասած ուղիղ այնտեղի համար են նախատեսված, մեկը Ինդո-Պասիֆիկից է եկել, դա այլա ծախս, բան չունեմ ասելու, ասենք ինչ որ չափով ծախս է, բայց գլոբալ մեծ հաշվով դա այն ծախսերի մասին չի, որ խոսվում է։ Ընդամենը խոսքը այդ GBU 57-ը օգտագործելու ընդամենը 2-3 ռումբի մասին է, որ պետքա կիրառվի։ Եվ 1-2 ինքնաթիռի մասին է, որ պետքա այդ միսիան կատարեն, չէ, իհարկե ուղեկցող պաշտպանողական ինքնաթիռները։ Դուք խոսեցիք Միացյալ Նահանգների լարվածություն առաջացնելու մասին, այսպես ասեմ, այդպիսի հարված հասցնելուց հետո Չինաստանը օրինակ կարող է ֆինանսավորել Իրանին, դուք գիտեք, որ իր պրոքսիները թույլաtsած են, բայց դեռ կան։ Եվ նաև ուրիշ մի բան, Իրանը կարող է սկսել, այսինքն արդեն այս իրավիճակում արձագանքը ինչպես կլինի, ցամաքային ինչ գործողություններ կսկսեն իրականացնել, տերորիստական ինչ գործողություններ կսկսեն իրականացնել Միացյալ Նահանգների բազաների, զորքերի տարածքների, չգիտեմ, շատ անկանխատեսելի է, թե այդ դրա մասին են խոսում, ինչպես կպատասխանի Իրանը, եթե Միացյալ Նահանգները խառնվի, խոսքը սրա մասին է, այդ դրանից հետո, երբ որ սկսվեն գործողություններ ցամաքային, ուրեմն Միացյալ Նահանգների զորախմբերի կամ չգիտեմ նավատորմերի դեմ, այս սա է հարցը, թե ինչ քաոս կառաջանա, որտեղ դրանից հետո էլ Միացյալ Նահանգները արդեն պարտավոր է լրջագույն պատասխան տալ, եւ սա կդառնա անվերջ հարված ու պատասխանի սրա մասին։ Եվ Թրամփի խոստացած խաղաղությունը փաստորեն չի ստացվի։ Չէր ստացվելու, մենք այդ մասին գիտենք, չէր ստացվելու։ Պարզ է, որ ուրեմն այդ իզոլացիա, ես իմ եթերներում այն ժամանակ էլ ասում եմ, որ իզոլացիոնիզմը, որ հիմա գալիս է Թրամփը այդ գաղափարով, դա հնարավոր չի տեղի ունենա, որտեղ այն աշխարհում, որ հիմա մենք ապրում ենք, այդտեղ իզոլացվել նշանակում է պարտվել։
Այսինքն սա այնքան տպարս տրամաբանություն է, որ հակառակը աշխարհը շատ մեծ լոնքերով գնում է նորից վերաբաժանման։ Իսկ մենք գիտենք, որ աշխարհի վերաբաժանման ամենատարածված տարբերակները վերջին 100-ամյակում դա համաշխարհային պատերազմներն է։ Համաշխարհային պատերազմներն է։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, եթե մենք անգամ հիմա ուրեմն այս պահին էլ կարողանանք հանդարտեցնենք, բայց դուք հասկանում եք, արդեն ասում եմ կաթսայի տակի կրակը արդեն կաթսան կրակի վրա դրած է։ Այդ ջուրը կամ սկսում է եռալ։ Երբ ջուրը արդեն կթափվի կաթսայից, դա ոչ մեկ չգիտի, կարող է հիմա լինի, կարող է 2 ամսից լինի, կարող է 2 տարուց լինի, կարող է 5 տարուց լինի, կարող է 10 տարուց լինի, բայց մենք ունենք ապագայում Չինաստանի հեռանկարը, որ կներխուժի Թայվան, իսկ դա շատ մեծ լրջագույն կատաստրոֆիկ հետևանքներ կունենա։ Եթե Չինաստանը ներխուժի Թայվան, Հարավային Կորեան, Հյուսիսային Կորեան անպայման կմտնեն պատերազմի մեջ, կամ չասեմ անպայման, մեծ հավանականությամբ դուք պատկերացնում եք Ինդո-Պասիֆիկը կտրակի, Հնդկաստան, Պակիստան։ Եթե այդպիսի բան տեղի ունեցավ եւ սկսեցին նույն վտանգն էլ այդտեղ կա, դրա համար է Ռուբիոն եւ Միացյալ Նահանգները անընդհատ խոսում, որ այսօր Ինդո-Պասիֆիկում կատաստրոֆիկ վիճակ է, գումարած որ Չինաստանը ակտիվ դուրս է մղում Միացյալ Նահանգներին, ակտիվ Ինդո-Պասիֆիկից, որը Միացյալ Նահանգների համար անթույլատրելի է։ Հետևաբար երկու տարբերակ կա, կամ ուրեմն ինչպես Ջեյ Դի Վենսը ներկայացրած կոնցեպտը ամերիկյան ապագա արտաքին քաղաքականության, մենք այլևս ծախսելու ենք այնտեղ, որտեղ պետք է, զորք ենք ուղարկելու այնտեղ, որտեղ մեզ պետք է, կռվելու ենք այնտեղ, որտեղ մեր շահերը պահանջում են, ուրեմն օգնելու ենք կոնկրետ նրան, որտեղ մեզ պետք է օգնել, հա, մոտարապես այս տրամաբանությամբ։ Եվ ընդհանուր չենք փորձելու բոլորի հարցերը լուծել, թող Եվրոպան իր հարցերը լուծի, մեր դաշնակիցները, եթե դաշնակից են, ուրեմն պետք է հասկանան, որ մենք չենք կարող բոլորի համար պատասխան տալ, այսինքն աշխարհը լարված է, մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում։ Սա էր ակնարկում Ջեյ Դի Վենսը եւ ըստ էության շատ լուրջ ելույթ էր Նավալ ակադեմիում, որ ինքը ելույթ ունեցավ։ Իսկ ուրեմն երկրորդ տարբերակը, որ հիմա Իրանին հանգստացնեն բիրտուժով, ուրեմն գլոբալ եմ ասում, այնտեղ շատ լուրջ նյուանսներ կան, շատ տարբեր նյուանսներ կան եւ Միջին Արևելքում, եւ Եվրոպայում, եւ Ինդո-Պասիֆիկում, բայց շատ արագ ուրեմն կարգի հրավիրեն ոչնչացնեն Իրանի միջուկային ծրագիրը եւ եթե բախտները բերի կփոխեն ռեժիմը Իրանում, որտեղ այդ մասին հիմա ամբողջ միջազգային մամուլն է խոսում։ Ամբողջ միջազգային մամուլը խոսում է դրա հավանականության մասին, ես ձեզ վստահեցնում եմ, ուրեմն որքանով Միացյալ Նահանգների միջամտությունը կբերի այաթոլաների ռեժիմի փոփոխությանը, որը շատ լավ է բոլորը ցանկանում են։ Սա էլ է կարևոր հանգամանք եւ շատ բան կարող է փոխել։ Եվ ուկրաինական պատերազմի ելքը, որով եթե Միացյալ Նահանգները կարողացավ այս պահին ագրեսորին հանդարտեցնել Եվրոպայի հետ միասին, հա, բայց մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ակնհայտորեն այս պահին թողել է Եվրոպայի վրա Ուկրաինայի օգնությունը եւ աշխատում է չմիջամտել։ Ուրեմն այդ պարագայում մենք ինչ որ որոշ ժամանակով էլի, հա, եւ գումարած, եթե մենք ավելի երկարատև խաղաղություն ենք ուզում, ուրեմն մենք պետքա Չինաստանին, մենք ասած Միացյալ Նահանգները պետքա Չինաստանին ուրեմն զրկենք զարգացման հեռանկարներից եւ աստիճանաբար նվազեցնենք Չինաստանի հնարավորությունները, հանելով այնտեղից գործարանները, ինչը իդեպ Թրամփը փորձում է այս կամ այն կերպ անել, հա, թարիֆային քաղաքականության միջոցով կարելի է ժամանակի ընթացքում որոշակի առումով դա կարգավորել։ Բայց արդյոք ուշացած չի այս քայլերը, ոչ մեկ չգիտե։ Արդյոք ուշացած չի Չինաստանին տնտեսապես չոքացնելը, իսկ եթե ուշացած է, ուրեմն նշանակում է այդ կաթսան շատ ավելի արագ կեռա, որտեվ դուք տեսաք, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, բայց երեկվանից խոսում եմ, որ 3 չինական ինքնաթիռ ռազմական բեռներով մեծ հավանականությամբ ուրեմն իջել է Իրանում եւ վերադարձել է, եւ սա խոսում են եւ նույնն էլ շատ մեծ քննարկում կար, որ մեծ հավանականությամբ հնդկական պակիստանյան կոնֆլիկտերի հետևում, որ Թրամփին հաջողացրեց դադարեցնել, կրկին Չինաստանն է կանգնած։ Այսինքն Չինաստանը շատ կեղտոտ խաղ է խաղում եւ իսկ ինչ վերաբերվում է Իրանին, դեմոկրատական Իրանը կամ գոնե ոչ այս ֆանատիկ կրոնական Իրանը նաև մեծ հեռանկարներ կբացի Հայաստանի համար։ Պարզապես այս process-ը, որ Իրանը պետքա դառնա դեմոկրատական, կամ եթե կդառնա աստվածային չեն կարող երաշխավորել, այդ process-ի ընթացքում Հայաստանի համար ռիսկեր են առաջանում, բայց
միանշանակ ուրեմն մեծագույն ռիսկ է նաև, եթե Իրանը այս կորոնաֆանատիկ Իրանը ունենա միջուկային զենք։ Դրանից հետո ըստ տրամաբանության մի քանի տարի հետո միջուկային զենք կհայտնվի Ադրբեջանում։ Բնականաբար, որովհետև միջազգային էքսպերտները հենց այդ մասին են խոսում, ընդ որում դա կարող է Ադրբեջանի պրոդուկտը չլինի, դա կլինի Թուրքիայի կողմից դրված որպես պաշտպանություն, հա, կամ ասենք Պակիստանի հետ կպայմանավորվեն, բայց այն, որ ասում են Իրանը ունենա միջուկային զենք, արաբական երկրները, Թուրքիան ուրեմն անպայման կունենան միջուկային, եթե Թուրքիան ունեցավ միջուկային մարտագաղթիքներ, դա նշանակում է, որ Ադրբեջանը կունենա։ Սա գիտեք ինչի կբերի։ Այս չալմեքավորը չեն կարողանում հասկանալ, այսինքն հասկանում եք Իրան շահ, երբ որ մարդիկ պաշտպանում են, մենք չենք կարող հասկանալ մի բան։ Մենք հո այսօր վաղվա համար չենք ապրում, մենք պետք է սովորենք, դրապես հայերը ասում են, դե այսօր լինի, վաղը ինչ ուզում է լինի, արդեն մենք թքած ունենք, բայց այդպես չի։ Պետությունները հենց դրա համար են զարգացել, որ մտածել են սերունդների մասին։ Հիմա դուք պատկերացրեք, եթե մեր շուրջը, չէ՞ որ այսօրվա ծնողների երեխեքը, ովքեր ասենք մի քանի տարեկան են ընդամենը, իրանք ապրելու են այդ աշխարհում, մենք պետք է պարտավորենք մեր երեխեքի համար ավելի ապահով աշխարհ թողնել։ Դե պատկերացրեք, եթե այդքան միջուկային զենք առաջանա Հայաստանի շուրջը։ Դուք պատկերացրեք, դա բերելու է մի օր, դա բերելու է եւ դա ցանկացած պահի կարող է լինել։ Աշխարհը բախվելու է միջուկային պատերազմի։ Եվ այս չալմեքավորը իրանց հավերժ իշխանությունը պայելու համար են, որ իրանց ժողովուրդ Իրանից զզվում է արդեն։ Տարիներ շարունակ չեն ուզում ուղղակի պնդաճակատորեն գնում են միջուկային զենքի ստեղծմանը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Բայց ամերիկյան հետախուզությունը, պարոն Չիբուխչյան, տեղեկություններ տվեց, որ Իրանը չի պատրաստ միջուկային զենք ունենալ։ Բա դա ինչպես հասկանանք, ամերիկյան հետախուզությունը չի դա, ամերիկյան հետախուզությունը տվել է, որ այսօր Կարոլին Լևիտ ասեց, որ հետախուզությունը տվել է, որ երբեք Իրան այսքան մոտ չի եղել։ Եկեք Թուլսի Գաբարդին ամերիկյան հետախուզություն չանվանենք։ Այո, ի պաշտոնեն նա ազգային անվտանգության, ազգային հետախուզության տնօրենն է, բայց ես իմ եթերներում բազմիցս նա համարվում է Ասադի սիրահարը, նա համարվում է պուտինիստ կա։ Այսինքն մենք եկեք Թուլսի Գաբարդին դիկտատորների համար ուշքը գնում է, ասենք եւ այլն, հասկանում եք։ Այսինքն եկեք Թուլսի Գաբարդին, որը իրականում եթե սիրում է Ասադին, ուրեմն չպետք է սիրի Իսրայելը։ Այսինքն նա իրականում չի բացառվում, որ չի սիրում Իսրայելը։ Այսինքն չի սատարում Իսրայելը, չի բացառվում, որտեղ եթե դու սիրում ես, եթե այդ տեղեկությունները ճիշտ են, իսկ այդ մասին դե նա ուրեմն դեռ տարիներ առաջ, երբ որ ընդհանրապես ուրեմն կարծեմ կոնգրեսականներ, գնացել այցելել տեսել Ասադին եւ իր հենց հարցաքննության ժամանակ, երբ որ իրեն պետք է հաստատեին պաշտոնին, հենց այդ հարցն էին տալի։ Ասադի մոտ խեր գնացել եւ այլն։ Ինչ հարց էի լուծում դու Ասադի հետ։ Այսինքն եկեք Թուլսի Գաբարդին եւ տեսակ չէ Թրամփը, նախագահ Թրամփը ինչպես պատասխանեց Թուլսի Գաբարդի հետ կապված։ Երբ որ իրան հարցրեցին, ասեցին Թուլսի մանրամասները դուք գիտեք, մենք հանրային Հայաստանում ապրողներս նախագահ Թրամփը շատ པարզ պատասխանեց, երբ որ իրան հարցրեցին, բայց ախր ձեր ազգային հետախուզության տնօրենը ասաց, իսկ չկա, ինքը պատասխանեց, ինձ հետաքրքիր չի, ինչ ասաց նա։ Ես ասում եմ, որ Իրանը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային զենք ունենալ։ Այսինքն եւ էլ եմ ակրկնում, այսօր Կարոլին Լևիտը ասեց, որ երբեք իհարկե ժամկետների մեջ կա մանիպուլյացիա, եկեք էլ ազնիվ լինենք, բայց գիտեք ինչ, միամիտ տեղել պետք չի մեզ դնել, երբ որ գրոսին սկսում է տանել բերել, այս կողմայթուն եվրոպական իր այդ ձախակողմյան ինչ որ բաներով շատ այսպես վախկոտությամբ եւ այլն, հա, ուրեմն պարզ զեկույց կա, որ իրենք կասկած ունեն, որ ոչ բոլոր տեղերն է Իրան իրենց թողում։ Իրենք շատ որոշ տեղեր չունեն մուտք։ Այսինքն այդ մասին անցած տարի գրել էր եւ պարզավոր 60% միջև հարստացվել է։ Խաղաղ ուրանի համար պետք է հարստացնել միջև 3-ից 5%, ինչի է միջև 60% հարստացրել։ Այսինքն եւ ընդ որում խոստովանում են, որ 2000-ականների սկզբին իրենք տեղյակ են եղել 2000-ականների սկզբին, որ Իրանը այդպիսի ծրագիր ունեցել է հաստատված, որ միջուկային զենք, այսինքն զենք ստեղծելու, բայց հետո հրաժարվել է, սառեցրել է։ Ով է հավատում։ Բա հիմա ասում են, բա հիմա ինչի չեն թողնում մտնել այն բոլոր տեղերը, որոնք իրենք ցանկանում են եւ բոլոր տվյալները տան, որոնք իրենք ցանկանում են։ Գրոսին այսօր ասեց, մենք չունենք բոլոր հարցերի պատասխանը։ Մենք իրանական իշխանությունները, այո, մեզ չի տալի բոլոր հարցերի պատասխանը, բայց մենք չենք տեսնում, դե նա ապացույցներով է խոսում, ասում է, ապացույց չունենք, բարձր չունենք, որտեղ չեք թողում։ Եթե չես մտել, չես տեսել, ոնց կարող ես ունենալ ապացույց, չէ՞։ Եթե մի բանը չես տեսել, ոնց կարող ես ունենալ ապացույց։ Դրա համար եմ ասում, պետք չի միամիտ լինել, ճանաչելով այդ ռեժիմը մենք հասկանում ենք, չէ՞, ինքը տեխնոլոգիապես հետամանած եւ ի դեպ ասեմ Չինաստանի տակ պարկած, ակնհայտորեն արդեն Չինաստանից խորը կախվածության մեջ գտնվող ռեժիմ է։ Այսքան բան եւ չի կարող այդ ռեժիմը չձգտել սարքել միջուկային զենք, չի կարող։ Եկեք մեր խնդիրներով ամփոփենք, պարոն Չիբուխչյան, ստացվում է, որ Ռուսաստանի ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ լինելով հանդերձ Հայաստանը կարողանում է այնուամենայնիվ մերժել Ռուսաստանին առանցքային հարցերում։ Օրինակ, այդ պայմանագիրը Ռուսաստանում կնքելը մերժել, Լավրովին այստեղ մերժել, չբավարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու այդ ակնկալիքը ռուսական։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները
ես էսա պետքա հաստատ հասկանալ։ Իրենք սիրում են ռուսներին։ Իրենք ուզում են բալանսավորեն Թուրքիայի միջև հարաբերությունները նաև Ռուսաստանով եւ իրենք շատ դարդոտած են, որ այսօր Պուտինը այնքան թույլ է, որ ինքը ոչ թե բալանսավորում է, այստեղ շատ ուշադիր, այլ ինքը պարկում է Էրդողանի տակ կամ Ալիևի տակ եւ կատարում է իրենց ուղիղ հրամանները։ Մեր իշխանությունները Ռուսաստանի հետ միայն այդ խնդրեմը ունեն։ Որ հանկարծ որը մեկը չմտածի նրանք կարը մտամետ չեն արևմուտքի հետ կապել չունենք, ստիպված գնացին։ Միակ խնդիրը հետեւյալն է, մեգա դախլչիները չեն ուզում որ Հայաստանը դառնա գուբերնիա։ Գիտեք ինչու։ Որովհետեւ Հայաստանը եթե դարձավ գուբերնիա, ասել եմ Վալոդիա Մուխասրանսկին կներեք արտահայտությանս համար կամ Սիկտիվկարսկի Սերյոժան կգա եւ կասի FSB-ի դրոշով կամ FSB-ից մի հատ ինչ որ տավարիշ մայոր կզանգի Սամվել Ալեքսանյանի ու կասի սիթիները դվաղմանից իմն է։ Եթե դու գուբերնիա ես, դու ենթարկվում ես Ռուսաստանի ներքին օրենքներին, ճիշտ է։ Կամ Կադիրովը կզանգի կասի Ադամչիկի համար ինձ պետքա սիթիների ցանցը, որտեղ դու Ռուսաստանի մաս ես դառնում։ Եվ մեգա դախլչիները ապահովագրված չեն զգա։ Հիմա մեգա դախլչիները Հայաստանի բիզնես էլիտայի զգալի մասը, այսպես ասենք, այն հասկանում եք ում մասին եմ խոսում։ Իրանք ուզում են, որպեսզի շարունակեն Ռուսաստանից հեշտ փողեր աշխատել, որտեղ իրանք չունեն բավարար գիտելիք եւ կարողություններ եւ զարգացվածություն, որ կարողանան միջազգային ցանկությունը չունեն միջազգային ասպարեզում մրցել։ Իրանք ձեռատալի կալոշի արախ սարքելու արգել Ռուսաստան զիբիլ առանց ստուգված կամ վատ որակի, ասենք կամ չգիտեմ, ինչ որ թունավոր ինչ որ մի բան կոպիտ ասած, ճակերտավոր թունավոր, հա։ Բեկա ռուսը չի թունավորվում, մտենց ազգա, ասենք, հա, ուտում խմա չի թունավորվում։ Հա, եւ ստանալ դրա դիմաց եկամուտ, քան եվրոպական պահանջներով բարձր տեխնոլոգիական փող ծախսել, ասենք, եւ այլն մեծ գումարներ եւ այդտեղ ուղեղի պայքարի մեջ մտնել։ Չէ, իրանց դա պետք չի։ Այսինքն իրանց խնդիրն է Հայաստանը չդարձնել գուբերնիա։ Դրա համար խնդրում են պարոն իրենց պապա Պուտինին, ասում են, լսի, մենք էլի պատրաստ ենք քեզ ծառայել, հապկենք, յատմենք, բայց խնդրում ենք, մի վերցրու մեղրին մեզանից, այդ ճանապարհը փողա բերելու մեզ վաղը մյուս օրը։ Ես քո հետ կկիսվեմ, այ դու կարաս ընդեղից մոնիտորով նայես, ոնց որ Փաշինյանը ասում էր։ Մոնիտորով նայես, մենք էլ Ադրբեջանի ապրանքը կթողենք կգնա, բայց ահռելի գումար։ Բայց եթե հանձնվում է Թուրքիային կամ Ադրբեջանին, տեսեք, չէ, միևնույնն է, իրանք պատրաստ են կիսվել, բայց իրանք ուզում են իրանք այդ ճանապարհի եկամուտները վայել։ Այսինքն իրենք պատրաստ են քաղաքական ազդեցությունը տալ, հասկանում եք, բայց կարևորը բիզնես, այսինքն այդ տարածքը չկորցնեն որպես բիզնես տարածք, որտեղ վաղ եթե դա ճանապարհ դարձավ մեծ։ Մենք հասկանում ենք, չէ՞ օրինակ, եթե դա դարձավ Հնդկաստանից Սևծով եւ Եվրոպա ճանապարհ, պարզա չէ որ քանի երկիր է շահ ունենալու մեր պետությունում։ Ես պարագայում թուրքերը կուզենան իրենք ունենալ քաղաքական ազդեցություն եւ տնտեսական օգուտներ էլ քաղել դրանից։ Այսինքն Ռուսաստանի հետ մի հատ խնդրեմը հետեւյալն է։ Պուտինը ասում է ես չեմ կարող, ես արդեն Ալիևին խոստացել եմ։ Մեղրին կամ Սյունիքի մի մասը պետք է տալ Ալիևին, դուք կդառնաք գուբերնիա, ես այնտեղ զորք կպահեմ, ձեզ չեմ թողնի կոտորի, որը սուտ է, ոչ մի բան էլ չի կարողանալու անի, եւ որpիսի իր ապագա ներկայությունը տարածաշրջանում չկորցնի, իրան պետք է Հայաստանը այդտեղ ունել որպես Ռուսաստանի մաս, ոնց որ Կալինինգրադի օբլաստն է, չէ՞ կտրված կներեք Ռուսաստանից։ Հիմա նույնն էլ կտրված կունենա Հայաստանը, բայց դա Թուրքիայի ծրագիրը այդ համատեքստում ո՞րն է։ Տեսեք, Թուրքիան այս առումով ես կարծում եմ, որ ինքը հիմա հասկացել է արդեն, չէ, Թուրքիան ի սկզբանե համաձայնվել է այդ ծրագրին, բայց հիմա առել է հոտը, որ Ռուսաստանը թուլացել է լրիվ արդեն։ Եվ ինչու ինքը չվերցնի ամեն ինչը իր ձեռքում։ Իհարկե, նորից եմ կրկնում, Թուրքիան էլ Ռուսաստանին կարող է պահել, օրինակ տեսեք, մինչև հիմա Սիրիայից չի հանում, չէ՞ զորքը ռուսական։ Այսինքն փորձում է այստեղ մանևրելու հնարավորություն է պահում, բայց որ պահին զգաց, որ արդեն իրան Պուտինը պետք չի, շատ հանգիստ այդ ռուսական զորքը կհանի, դուս կշպրտի։ Նույնն էլ Հայաստանի մասով։ Կպահի ռուսներին այնքան որ իրան պետք են։ Հենց զգաց, որ այլևս իրան պետք չեն, Իրանից օգուտ չկա, ինքը կարգավորել է հարաբերությունները, արևմուտքի հետ ստացել է այն ինչ որ իրան պետք է, կամ արդեն կարա Չինաստանի հետ մանիպուլացնի ու կոմպենսացիա անի կամ իր շահերը այդպես խաղացնի, ցանկացած պահի ինքը Ռուսաստանին դուրս է մղելու։ Եվ որpիսի եւ ռուսները սա հասկանում են, որ իրենց արդեն այս պարագայում, երբ որ իրանք Ուկրաինայում տապալվեցին եւ ստրատեգիական պարտություն կրեցին, այս պարագայում Թուրքիա, այ հիմա այս կոնֆլիկտը, այս եկեղեցու, այս ամեն ինչը Սամվել Կարապետյանը, դուք նկատում եք, օրինակ մի հետաքրքիր բան ձեզ ասեմ։ Դուք նկատում եք, որ ուրեմն սա ամեն ինչը տեղի ունենում է Թուրքիայի այցի ֆոնին։ Այո։ Այո, ես սա նշանակում է, որ ռուսները իրոք այս ամբողջ աղմուկը ռուսները անհանգստացած են Էրդողանի դերի մեծացմամբ։ Եվ չեմ վստահում, որ Փաշինյանը
կարող է իրանց, այսպես ասում է, թեթև գցի եւ գնա դեպի Էրդողան։ Այդ դրա համար է այս ամբողջ աղմուկը, որի մասին ես երեք խոսացի իմ եթերում, իմ տպավորությամբ, հա։ Իհարկե նախընտրական գործոնը միշտ կա, այդ նախընտրական շոուները, այդ Սերժ Սարգսյանի սիրած խաղերն, հա, այդ էնգլխից մենք գիտենք, դա այն պրիոմն է, որ միշտ եղել է այս նախընտրական շոուները, որպես նախընտրական շոու ամեն ինչ պարտադիր կիրառվում է։ Հիմա ամփոփելով սրա մասին, այսինքն գլոբալ Ռուսաստանի խնդրեմը հետևյալն է. Ռուսաստանը չի կարողանում տա իրանց այն ամենամինիմումը, որ իրանք խնդրում են ռուսներից։ Ռուսները ասում են մենք Ալիևի հետ ձեր ճակատագիրը արդեն որոշել ենք։ Եթե ուզում ես անվտանգություն, դառնում ես գուբերնիա, ես քո անվտանգությունը ապահովում եմ, ինչը կրկնում եմ սուտ է, եւ դրա համար էլ ասում եմ, հիշեք, այս ամբողջ բանալին թաքնված էր թաթար ռուբոյի արտահայտության մեջ, պատական չէր թաթար ռուբո մականունը մնաց իր վրա։ Չնայած ինքը հիմա գերության մեջ է, բայց իմ համար մեկ է, ինձ հայրենիքի դավաճանները, ասենք առանձնապես տես գնաց ընդեղ էլ տեսանք ինչ արեց, հա։ Ինքը իմ համար հայրենիքի դավաճան է, ներողություն եմ խնդրում, բայց այդպես է։ Այնց առանձնապես ես չեմ ուզում որ ինքը այնտեղ դատվի, ես ուզում որ ինքը Հայաստանում դատվի։ Դա կարևոր է, այսինքն որպես ոչ մի հայկական ազգանով մարդ չպետք է Ադրբեջանում դատվի, բայց ինքը որ վերադարձավ Հայաստան, դա Աստված կարողանան վերադառնալ, ինքը պետք է դատվի Հայաստանում։ Երբ որ ուկրաինական պատերազմի երկրորդ շաբաթը գնաց, ինքը ասեց մենք պետք է պատրաստվենք լինել ոչ թե Յակուտիայի, թե ինչ որ տես մի բան ասեց քաղաքի, այլ Թաթարստանի պես։ Դա Ռուսաստանի ներքին հանրապետություն է։ Այսինքն գուբերնիա է։ Այս սա էր խնդիրը, որ իրենք մտածում են, որ հեսա Կիևը կվերցնեն եւ այդ ծրագիրը լրիվ կիրականացնեն։ Թե չէ ուրիշ տարաձայնություն այս իշխանությունը ռուսներից չի ունի։ Եվ ասեմ, այսքան տարի էս արևմուտքի խաղերից հետո անընդհատ փորձում էին Պուտինին համոզել ելք գտնել, պահել ուրեմն բան ազդեցությունը Հայաստանի վրա եւ չթույլ տալ, որ Ադրբեջանը ստանա այդ միջանցքը։ Սա Շնորհակալ եմ, մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։